Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն անդրադարձել է Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ գործարկման հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպմանը, որը կայացել է ապրիլի 28-ին Կարսում։ Թոմ Բարաքը ողջունել է տնտեսական կապերի եւ ժողովուրդների միջև հարաբերությունների վերականգնմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի քայլերը։ Սա կարևոր հանգրվան է տարածաշրջանային կապակցվածության եւ խաղաղության զարգացման համար։ Կարս-Գյումրի երկաթգիծը կենսական կարևորության առևտրային եւ տարանցիկ կապ է, որը միավորել է տարածաշրջանը ավելի քան մեկ դար։ Մինչև վերջին գնացքը հատել է Թուրքիա-Հայաստան սահմանը 1993 թվականի հուլիսին, մանրամասնել է դեսպանը։ Թոմ Բարաքի խոսքով այս առաջընթացն արտացոլում է Թրամփի ուղու եւ օգոստոսի 8-ին պատմական գագաթնաժողովի շրջանակում առաջ քաշված տեսլականը։ Ձևավորվում է նոր հարավային Կովկաս, փոխկապակցված եւ խաղաղ, որը համապատասխանում է տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման նախագահ Թրամփի հանձնառությանը, եզրափակել է դեսպանը։ Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել, որ Եմեն այժմ չունի քաղաքական կամք Թուրքիային անդամակցություն առաջարկելու համար, նույնիսկ եթե Անկարան բավարարի անհրաժեշտ պայմանները։ Հաքամ Ֆիդանն ընդգծել է աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրում համատեղ աշխատելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ նախկինում դրական ազդակներն ավելի շատ էին։ Ֆիդանի խոսքով Բրյուսելի հետ այժմ քննարկվում է ոչ թե անդամակցության, այլ գործող համաձայնագրերը եւ առևտրային գործակցությունը զարգացնելու հեռանկարը։ Հիշեցնենք, Թուրքիան Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի դեռ 1999 թվականից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանը չի կարողանում համակարգել իր գործողությունները։ Նրանք չգիտեն ինչպես հասնել միջուկային գործարքի, լավ կլինի հնարավորինս շուտ խելքի գան, հավելել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը նաև դատապարտել է Գերմանիայի կանցլերին, նշելով, որ Ֆրիդրիխ Մերցը կարծում է, թե Իրանին կարելի է միջուկային զենք վստահել։ Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչը մյուս երկրները կամ նախագահները պետք է վաղուց անեին։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է, թե տնտեսապես, թե այլ առումներով, գրել է Թրամփը։ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն էլ հայտարարել է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել։ Նրա խոսքով անհրաժեշտության դեպքում կպաշտպանվեն Իսրայելից եւ ԱՄՆ-ից։ Դիվանագետը հավելել է, հարկավոր է կենտրոնանալ հակամարտության հիմնապատճառները չեզոքացնելու վրա։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում, արևմտյան զլմներն այն պատմական են որակել։ Բրիտանացի միապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ում է արտահայտելու իր երկրի բարեկամությունը ամերիկացի ժողովրդին։ Թագավորը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպայում եւ Մերձավոր Արևելքում խոր անորոշության շրջան է, իսկ շարունակվող հակամարտությունները մարտահրավերներ են նետում աշխարհին։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան միշտ ապահովել են համաշխարհային անվտանգությունը եւ այժմ պահն է օգտագործել այդ ուժը Ուկրաինային պաշտպանելու համար։ Միապետը կարևորել է ԱՄՆ-Եվրոպա դաշինքը։ Սա Մեծ Բրիտանիայի թագավորի առաջին պաշտոնական այցն էր ԱՄՆ։ Արևմտյան մամուլը գրում է, որ այն նպատակ ունի ամրապնդել երկկողմ հարաբերությունները, որոնք վերջին 70 տարում ամենացածր մակարդակում են։ Դիանա Գասպարյան, լուրեր։